Բարի երեկո։ Մայիսի 26-ից 27-ը մեր երկրում անցկացվեց Երևանյան երկխոսություն դիվանագիտական երկրորդ ֆորումը։ Ժամանել էին Սլովակիայի վարչապետը, Չեռնոգորիայի փոխվարչապետը, Հունգարիայի, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները, Պաղեստինի արտգործնախարարը, Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալը, Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի տեղակալը եւ բարձրաստիճան տարբեր պաշտոնյաներ աշխարհի այլ երկրներից։ Այս տարվա քննարկումների թեման էր նավարկելով անհայտության միջով։ Հայաստանի պաշտոնյաների ելույթի կենտրոնում էին խաղաղության օրակարգը եւ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումը։ Ինչ տվեց կամ ինչ կտա այս ֆորումը Հայաստանին։ Այս թեմայի շուրջ այսօր հանրային քննարկումը։ Իմ զրուցակիցներն են արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, քաղաքագետ Էդգար Վարդանյանը։ Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը։ Բարի երեկո, պարոնայք, շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Պարոն Կարապետյան, կային երկրների ներկայացուցիչներ, որոնք անթաքույց գործակցում են Ադրբեջանի հետ, ընդհանուր զենք են վաճառում, պետություններ, որոնք վետո են դնում Հայաստանին Եվրամիության կողմից որոշակի աջակցությունների վրա, մասնավորապես ոչ մահաբեր զենք ձեռք բերելու համար 20 միլիոն եվրոյի մասին է խոսքը։ Այսպիսի հանդիպումները ինչ կարող են փոխել նման երկրների հետ հարաբերություններում։ Շնորհակալություն։ Մայիսի 26-ից 27-ը Երևանյան երկխոսություն համաժողովը արդեն երկրորդն էր, որ կազմակերպվում էր Հայաստանում, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ մեր երկու գործընկերների Հնդկաստանի դիտորդ հետազոտական հիմնադրամի եւ Կազիմիր Պուլանսկի լեհական հիմնադրամի համագործակցության արդյունքում այս տարի մենք մեծ հետաքրքրություն տեսանք երկրորդ համաժողովին մեր մի շարք գործընկերներից դրա վառապացույցն էր բազմաթիվ ձեր նշած եւ ոչ միայն ձեր նշած ներկայացուցիչները տարբեր երկրներից։ Այսինքն առաջին ֆորումի համեմատ ավելի ներկայանալի կազմ էր։ Շատ ավելի ներկայանալի կազմ էր, նախ կրկնակի անգամ ավելի էին դրսից մասնակիցների թիվը եւ այստեղ ոչ միայն պաշտոնյաների մասին է խոսքը, այլ նաեւ գիտական վերլուծական տարբեր հիմնադրամների եւ վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը։ Ես նաև կցանկանամ նշել, որ մենք ունենք բարձրաստիճան մասնակցություն Եվրոպական միությունից, Եվրամիության արտաքին քաղաքական եւ անվտանգության բարձր ներկայացուցիչ, գծով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի գլխավոր քարտուղարներ ներկա, ունենք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունից գլխավոր քարտուղար, Շանհայի համագործակցության կազմակերպությունից ներկայացուցիչներ եւ այս առումով մեր նպատակը ստեղծելն էր, ձևավորելն էր երկխոսություն, նաև այն թեմաներով, որ դուք նշեցիք։ Հայաստանը խնդիր ունի իր տեսակետները, իր դիրքորոշումները ավելի լայնորեն ներկայացնելու գործընկերներին։ Դուք նշեցիք այն հիմնական մոտոն, որը Երևանի երկխոսությունն էր, նավարկելով անորոշության միջով, սրան էր նվիրված Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ելույթը, նշելով այն իրավիճակը, որում այսօր գտնվում է երկրագունդը, աշխարհը ընդհանրապես, եւ անորոշությունները այնքան շատ են, որ մենք խնդիր ունենք ձևավորելու երկխոսություն եւ երկխոսության միջոցով հասկանալու այդ անորոշությունները։ Հայաստանը հստակորեն մատնանշում է այն գտել է լուծումը այն խնդիրներին, որոնք այդ անորոշությունները հաղթահարելու բանաձևն են։ Դա երկխոսությունն է, դա խաղաղությունն է եւ մեր գործընկերների հետ առևտրային, տնտեսական լայն համագործակցությունը։ Պարոն Կարապետյան, ներողություն եմ խնդրում։ Ներողություն կուզենայի հատկապես նշել վարչապետ Նիկոլ Փաշինյանի բավական հետաքրքիր ելույթը խաղաղության օրակարգի հետ կապված, ռեգիոնալ մեր տեսակետը, թե ինչպես պետք է լուծվեն խնդիրները տարածաշրջանում եւ Հայաստանի մոտեցումները այդ առումով այդ լուծումներին, ելույթը բավական մեծ հետաքրքրություն եւ արձագանքներ ստացավ մեր գործընկերների կողմից, որովհետեւ բավական օրիգինալ ոճով էր ներկայացված TED Talk ֆորմատով։ Տեսեք, արտգործնախարարը նշում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները վերաֆորմատավորելու կարիք չկա, դուք նշում եք, որ բավականին ներկայանալի կազմ էր, բայց եթե չեմ սխալվում, Ռուսաստանի պաշտոնյաների ներկայություն ապահովված չէր, ինչու՞։ Ռուսաստանի Դաշնությունը ներկայացված էր Երևանի երկխոսության համաժողովին իրենց դեսպանի միջոցով զուտ ներկայության առումով։
Տեսեք, Ֆրանսիայից արտաքին գործերի նախարար, Սլովակիայից վարչապետ, մեր հարաբերությունները վերաֆորմատավորելու անհրաժեշտություն չկա, բայց մենք ուղարկում ենք դեսպան, ինչպես հասկանալ։ Հուսով ենք հաջորդ համաժողովին Ռուսաստանը ավելի ներկայանալի կազմով կներկայանա եւ մենք մեր հարթակը ամենայն դեպս բացում էր բոլոր գործընկերների համար։ Դուք հրավեր ուղարկել եք այսինքն։ Գալ եւ երկխոսել այն նաեւ ցավոտ հարցերի շուրջ, որոնք որ առկա են։ Ձեր նշած մարդկանց առումով եւս ես պետք է հատուկ ընդգծեմ, որ մենք պետք է բաց լինենք նաեւ խոսելու եւ հրավիրելու Հայաստան եւ խոսելու, երկխոսելու այն մարդկանց հետ, ովքեր ունեն մեզնից այլ դիրքորոշում եւ այլ ստեղծել այն միջավայրը, որտեղ կքննարկվի եւ մենք կարողանանք ավելի հստակ եւ ավելի բաց ներկայացնել մեր դիրքորոշումները։ Շնորհակալ եմ, պարոն Խանդանյան, նույն հարցը ձեզ, տեսեք, Սլովակիայի վարչապետը Հայաստանում ասում է, եթե մենք զենք չարտադրենք, որևէ մեկը արտադրելու է եւ այն պետությունները, որոնց ձեռքբերումը անհանգստացնում է Հայաստանին, այդպես թե այնպես ձեռք են բերելու։ Կարելի է սա հասկանալ որպես ուղերձ, որ Սլովակիան առաջարկ է անում Հայաստանին եւս զենք գնել իրենց երկրից, եւ երկրորդը Հունգարիայի արտգործնախարարի ներկայությունը ինչպես կարող է փոխել իրավիճակը նույն Եվրամիության որոշումների վրա վետո չդնելու առումով, Հայաստանի հետ հարաբերությունները որոշակի առումով սերտացնելու մասով։ Շնորհակալություն։ Ես նաև ի թիվս պաշտոնյաների, որ նշվեցին, ուզում եմ նաև հատուկ նշել, որ այս տարի շատ մեծ է նաև խորհրդարանական մասնակցությունը, 2 տասնյակից ավելի պատգամավորներ էին ժամանել Հայաստան եւ մենք նաև հնարավորություն ունեցանք Երևանի երկխոսության ֆորմատում խորհրդարանական քննարկումներ ունենալ, ինչի համար շնորհակալ եմ արտգործնախարարությանը նման հնարավորության համար։ Ինչ վերաբերում է ձեր հարցին, ապա մենք բազմիցս ենք նշել, որ Հայաստանը իր անվտանգային քաղաքականությունը, իր անվտանգային ճարտարապետությունը կառուցելիս բաց է տարբեր կողմերի հետ երկխոսության համար եւ ինչպես գիտեք, մենք արդեն իսկ ունենք համագործակցություն ռազմական պաշտպանության ոլորտի համագործակցություն ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամ երկրի հետ, Ֆրանսիայի հետ։ Եվ մենք բացարձակ չենք բացառում համագործակցությունը նաև այլ երկրների հետ, եւ Սլովակիան կարող է լինել այդ երկրներից մեկը, եւ ես հույս ունեմ, որ մենք կարողանանք չգիտեմ ծավալների, թե ուրեմն տեսակների մասին ես այդ գիտելիքը չունեմ, որպեսզի կիսվեմ, բայց իհարկե Հայաստանը հետաքրքրված է բոլոր հնարավոր գործընկերներով, որոնք կարող են օգտակար լինել մեր անվտանգային քաղաքականությունը առաջ մղելու տեսանկյունից։ Ինչ վերաբերում է Հունգարիայի հետ մեր հարաբերություններին, որոնք երկարատև ընդմիջումից հետո զարգանում են, եւ ես ուրախ եմ երկրորդ անգամ տեսնել Հունգարիայի արտգործնախարարին Երևանում, ապա այո, սա եւս մի հնարավորություն էր մեր ունեցած խնդիրները քննարկելու եւ բարձրաձայնելու համար, բայց ես նաեւ կուզենայի մի քիչ մեր լոկալ դիտանկյունից Երևանյան երկխոսությանը տալ նաեւ ավելի միջազգային գլոբալ դիտանկյուն, որովհետեւ սա նաեւ հարթակ է, որտեղ ուրիշները կարող են միմյանց հետ հանդիպել։ Մենք Երևանյան երկխոսության շրջանակներում տեսանք երկկողմ հանդիպում Ֆրանսիայի արտգործնախարարի եւ Պաղեստինի արտգործնախարարի միջեւ, ինչը աննախադեպ երևույթ էր, եւ ես ուրախ եմ, որ Հայաստանը մի երկիր է, որը իր արտաքին բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականության շնորհիվ կարողանում է հարթակ դառնալ հաճախ շատ տարբերվող դիրքորոշումներ ունեցող երկրների համար։ Ես հիշում եմ անցած տարվա Երևանյան երկխոսությունը, երբ որ արևմտյան մի շարք երկրների հետ մեկտեղ նույն պանելում նստած էր նաեւ Իրանի ներկայացուցիչը, եւ նրանք խոսում էին միմյանց հետ, ինչը այլ հարթակներում հաճախ անհնար է թվում, եւ ես կարծում եմ Երևանյան երկխոսության մյուս կարևոր առավելությունը հենց սա է։ Շնորհակալ եմ։ Պարոն Վարդանյան, դուք այն փորձագետներից եք, որը մասնակցել է այս ֆորումին, ձեր տպավորությունները, ձեր գնահատականը։ Նախ ասեմ, որ ընդհանուր առմամբ այս միջոցառումը ես օրինակ բավականին հաջողված կգնահատեի։ Մի շարք պատճառներով, նախ ինքը հետաքրքիր էր մասնակիցների համար։ Իսկ մարդիկ առավոտից մինչև ուշ երեկոյան գալիս էին եւ մեծ մասը չէր գնում, չէր լքում։ Չնայած ասեմ, որ շատ ինտենսիվ էր օրակարգը եւ շատ դժվար էր դիմանալ անկեղծ ասած առավոտից մինչև ուշ երեկոյան, այդպես անընդհատ լսել, մասնակցել, երբեմն հարցեր տալ, հետո ընդմիջման կուլուարներում էլի խոսել։ Երկրորդը իսկապես ինքը շատ ներկայացչական էր իմ կարծիքով։ Եվ տարբեր
դիրքորոշումներ ունեցող, քաղաքական դիրքորոշումներ ունեցող, միմյանց հետ կոնֆլիկտներ ունեցող նաև երկրների ներկայացուցիչներ էին եկել, կազմակերպությունների, հետազոտական կենտրոնների եւ կարծես Երևանը դարձել էր մի կարևոր քաղաքագիտական, եթե կուզեք, կամ քաղաքական հարցեր քննարկելու վայր եւ անկեղծ ասած նաեւ ես կուզենայի, որ այդ միջոցառման PR-ը նաև հետագայում էլ ավելի, այսպես ասած, կրկնապատկվի, ավելի ուժեղանա եւ հրավիրվեին օրինակ, չգիտեմ, միգուցե հրավիրել էիք, բայց այնուամենայնիվ, ասենք, չգիտեմ, BBC, CNN եւ այլն, այսինքն հիմնական լրատվամիջոցները, որոնք տեղում կարող էին լուսաբանել նաև շատ կարևոր հարցեր, որովհետեւ գիտեք, օրինակ հարցեր եղան եւ երբ քննարկվում էին որոշակի հարցեր, բանավեճ էր նաև ծավալվում եւ ես հիշում եմ, որ Հունգարիայի արտգործնախարարն էր խոսում եւ բավականին սուր բանավեճ տեղի ունեցավ ըստ էության եւ նաև վարողը օգտագործելով եւ բայց շատ կոռեկտ կերպով օգտագործելով նաև իր դիրքը բարձրաձայնեց այնպիսի հարցեր եւ ինչ որտեղ եթե թույլ կտակ նաեւ ասել որ անհարմար իրավիճակի մեջ դրեց արտգործնախարարին եւ ասեց հիմա Հայաստանում եք, ասենք դուք բողոքում եք, ենթադրենք, չգիտեմ, նա ասում էր լիբերալ էլիտան խանգարում է մեզ, մենք չպետք է բոլոր հարցերում ենթարկվենք Բրյուսելին եւ այլն, ճնշում են, ինչ որ sense բաներ էր ասում, ասեց լավ, հիմա շատ པարզ հարց է ստեղ, էլի դուք Երևանում եք գտնվում, ինչ եք վետո դնում, այս հարցը կարող եք օրինակի համար այստեղ լուծել։ Դա էլ նա ասում էր, որ աշխարհագրությունն է շատ կարևոր, ստիպված ենք, օրինակ մենք Ռուսաստանից չենք կարող։ Նախորդ անգամ ենք արել, Ադրբեջանին էլ տվեք, որպեսզի մենք խանենք այդ վետոն։ Այո, բայց հենց ամբողջ հարցը այն էր, որ ինքը, այսինքն ամբողջ տանում էր նրան, որ մենք ինչ որ անում ենք, ստիպված ենք անում, որովհետև աշխարհագրությունն է, որ թելադրում է եւ զուտ ուղակի նաեւ ֆիզիկան, հա, այսինքն գիտություն, չգիտեմ, տարբեր ինչ որ բաներ էր ասում, այսինքն օրինակի համար մենք էներգառեսուրսներ ենք ասում էր վերցնում, գնում Ռուսաստանից եւ ստիպված ենք դա անել, ինչ եք էլի, ասենք դրա մեջ վատ բան տեսնում եւ այստեղ ասած որ այստեղ հիմա աշխարհագրության հարց չկա դուք ստիպված չեք ինչ որ շա այս հարցում օրինակ ձեզնից է ամեն ինչ կախված դուք եք վետո դնում շատ པարզ հարց է Հայաստանին օգնելու հարցն է նու բնականաբար նա այստեղ ասեց որ պարիտետի հարց կա որ կոնֆլիկտը ուզում են լուծել բայց ուզում եմ ասել այդ պահին օրինակ հա օրինակ Եվրամիության ներսում խնդիրներ հարուցող պետություններից մեկի բարձրաստիճան ներկայացուցիչը խոսում էր մի կարևոր հարցի վերաբերյալ եւ նրա հետ էլի բանավիճում էին եվրոպական ընտանիքի մաս կազմող մարդիկ եւ այդ բանավեճը ամբողջ աշխարհին էլ հետաքրքիր էր այդ պահի դրությամբ կարող էր ինչ որ բան որոշվել ինչ որ շեշտադրումներ արվել հետո հղում անեին դրան ասեին այ դուք այս ինչտեղ է այսպիսի բան եք ասել եւ այլն հիմա բազմաբնույթ էին նաեւ հարցերը Եվ սա էլ էր հետաքրքիր, այսինքն այնպես չէր, որ հա հիմա Երևանյան դիալոգ է, միայն հայաստանյան խնդիրներին վերաբերող կամ շատ նեղ խնդիրներին վերաբերող հարցեր կամ միայն տարածաշրջանին վերաբերող հարցեր բացարձակ Աֆրիկային վերաբերող հարցեր էին քննարկվում եւ այս առումով էլ կարծում եմ, էլի շատ կարեւոր է, որ Հայաստանը դիտարկվում է ոչ թե իր խնդիրների մասին անընդհատ դժգոհող մի սուբյեկտ, որ միջազգային հարաբերություններում հանդես է գալիս այդ պահանջողի եւ բողոքողի, այլ ասում է ես նաեւ հարթակ եմ, որ տարբեր նույնիսկ կոնֆլիկտ ունեցող սուբյեկտները կարող են գալ, խոսել եւ ես աջակցում եմ այդ գործընթացին եւ ըստ էության դրանով նաեւ Հայաստանը բավականին լուրջ ճանաչելիության հարց է նաեւ լուծում Եվ իրեն դիրքավորում է որպես բավականին լուրջ խաղացող միջազգային ասպարեզում տարբեր հարթություններում։ Ասելիքներ դեռ շատ կան, բայց կարծում եմ, որ հետո Պարոն Քոչինյան, դուք եւս մասնակիցն եք ֆորումի, տեսեք բոլոր գրեթե մասնակիցները աջակցում էին Հայաստանի խաղաղության գործընթացին, խոսում էին դիվանագիտության միջոցով հարցերը լուծելու օգտին, դրանից 2 օր հետո Ադրբեջանը սահմանին կրակում է։ Որքանով է դիվանագիտական այս գործիքը նպաստում իսկապես տարածաշրջանում խաղաղություն ապահովելուն։
Տեսեք, այս խոսակցության մեջ հետևությունները գծային չեն։ Ֆորումը լավ բան է, բայց ֆորումը պանացեա չի, ֆորումը չի գալիս մեր բոլոր հարցերը այտենց մի օրում, մի անգամում կամ երկու անգամում մեր բոլոր հարցերը լուծու, դա այստեղ Ադրբեջանը լեւս եփիվիցի մեր վրա չկրակի։ Որևէ ֆորում նման խնդիրի առջև չի կարող դնել, հատկապես ֆորում, որի անունը իսկ դիալոգ է, երկխոսություն է։ Ու այս առումով դուք բարբերաբար այդ հարցը տվեցիք եւ ես ոնց տեսնում մեր հասարակության մեջ էր այդ հարցը էլի կա, որը տեսեք այնտեղ Հունգարիա, Սլովակիա, Թուրքիա, կարծես այն երկրներն են, որոնց հետ մենք ունենք խնդիրներ, բայց բարեկամներ հենց պետք է խոսել, երկխոսել ու դիալոգ ունել հենց այն երկրների հետ հիմնականում, որոնց հետ դու ունես ինչ-ինչ խնդիրներ։ Կարանք հավաքվենք մենք մերոնցով բարեկամներով Ֆրանսիային կանչենք, բան տենց իրար ջան ասենք, ջան լսենք, բայց ոնց որ կյանքը դրա մասին չի։ Հակառակը պետք է հիմնականում նստել, աշխատել, խոսել, երկխոսել այն երկրների հետ, որոնց հետ դու ունես խնդիրներ։ Եվ այս առումով ինձ համար ամենակարևոր ուրեմն նվաճումը ֆորումի հենց դա էր, որ երկրներ էին ժամանել եւ բարձր մակարդակով եւ փորձագետների մակարդակով իրենց երկրներում հեղինակավոր, որոնց հետ որ Հայաստանը ունի տարաձայնություններ, որոնց հետ մենք ունենք չլուծված խնդիրներ, հա։ Ես օրինակ կուզեմ, որ ֆորումին մասնակցեն Ադրբեջանից պատվիրակներ, ես կուզեմ, որ ֆորումին մասնակցեն Թուրքիայից պատվիրակներ, պաշտոնյաներ այդ թվում նաեւ, որտեղ ի վերջո նույնիսկ եմ ուզում կգնել, որ հենց այս նման երկխոսություններն են, որ միջնաժամկետ, երկարաժամկետ կտրվածքում վերում են ինչ-որ արդյունքների։ Պարոն Քոչարյան, դուք ճիշտ եք ասում, իմ հարցը այն մասին է, թե ինչ արդյունք տվեց այդ երկխոսությունը։ Հիմա ես էլ հենց այդ հարցին պատասխանելով ձեզ ասում եմ, որ ստեղ ինչ-որ գծային արդյունք դուք չեք կարող տեսնեք։ Տրանզակցիոն ինչ-որ գործարք չէ, որ մենք այդ մարդկանց բերել ենք ստեղ 3 օր պահել ենք, խոսացել ենք, դրա դիմաց իրանք մեզ ինչ-որ բան պետքա տան։ Այդ տենց չի աշխատում, հասկանում եք, ամբողջ աշխարհում տենց չի աշխատում։ Տասնյակ նմանատիպ ֆորումներ կան ամբողջ աշխարհում եւ ոչ մեկ դրա մասին չի։ Տեսեք, ուրիշ բան կա, աշխարհում որոշումների, քաղաքական որոշումների կայացման մեխանիզմները բավականին ներառական են։ Այնպես չի, որ ինչ-որ միտեղ ինչ-որ մի հոգի որոշումը կայացնում է ու այդպես սկսում է իրականացվել։ Դրանում մասնակցում են խորհրդարանականներ, դրանում մասնակցում են պետական պաշտոնյաներ, դրանում մասնակցում են փորձագետներ, դրանում մասնակցում են հասարակական կարծիքի առաջնորդներ, եւ ինչքան ավելի ընդգրկուն է լինում քո ուրեմն մուտքը դեպի այդ շրջանակներ, այնքան քո հաջողելու, քո հնարավորություն, քո հասանելի դարձնելու քո մոտեցումները հնարավորությունները ավելի մեծ են լինում։ Դուք կարաք այս ֆորումին վերաբերվեք որպես խոսափող, հա։ Օրինակ այն որ Հայաստանի վարչապետը առաջին սեսիային բարձրացավ բեմ եւ ներկայացրեց շատ մանրամասն Հայաստանի բոլոր դիրքորոշումները խաղաղության բոլոր թրեքերի վերաբերյալ եւ խաղաղության պայմանագրի եւ դելիմիտացիա, դեմարկացիա եւ կոմունիկացիաների, ես ուզում եմ բոլոր ուշադրություններով ինչ ասեց Բառասյան 5 րոպե հետո իրանից Ֆիցոն, Սլովակիայի վարչապետը 7 անգամ կրկնեց, թե ինչքան իր համար կարեւոր էր եւ ինչքան ուսանելի էր կամ ինչքան շատ բան ինքը հասկացավ, թե ի վերջո ինչի մասին այս խաղաղության process-ը եւ ինչա ուզում Հայաստանը։ Եվ որ ափսոսում է, որ շուտ չէր այսօր։ Եվ ափսոսում է, որ շուտ չէր հասկացել այս ամեն ինչը։ Հիմա այ բոլորը որ ներկա էր դահլիճում, իսկ դահլիճում պարոն Կապիտան, քանի երկրից էր պատվիրակ։ Մենք ունեցել ենք 45 երկրից 600-ից ավելի պատվիրակ։ Այ հիմա 45 երկրից պատվիրակ, այդ նույն ռեակցիան են տվել, որտեղ 45 երկրից պատվիրակին հասկանալի էր դարձել ամբողջությամբ, թե ինչ է ասում Հայաստանը։ Հիմա հասկանալի լինելու մասին, տեսեք, թեմաներից մեկը դիվերսիֆիկացիան էր։ Մենք խոսում ենք դիվերսիֆիկացիայի մասին, մենք խոսում ենք, որ մի գործընկերոջ հաշվին չենք մյուսի հետ հարաբերություններ կառուցում, բայց դրանից մի օր առաջ Հայաստանում Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը ասում է, որ Ֆրանսիան թշնամական երկիր է իրենց համար եւ իրենց համար առնվազն անհասկանալի է, որ Հայաստանը զենք է գնում Ֆրանսիայից։ Հիմա պարոն Կարապետյան, չի ստացվում արդյոք, որ մենք ձախողել ենք այդ process-ում, մենք չենք կարողանում մեր գործընկերների համար հասկանալի լինել, թե ինչու ենք մենք այդպիսի քայլերի դիմում։ Երևանյան երկխոսությունը նաև այն հարթակն է, որտեղ Հայաստանը փորձ է կատարում առնվազն եւ շատ գործընկերների վերլուծությամբ հաջողված փորձ է կատարում իր դիրքորոշումները եւ մոտեցումները շատ մոտեցնել եւ հստակեցնել մեր գործընկերների հետ, առնվազն լինել կանխատեսելի մեր գործընկերների համար։ Այս առումով Ես եւս մի քիչ թվեր ասեմ, մենք ունեցել ենք 2 օրվա ընթացքում 27 պանելային քննարկում, որը բավական շատ է, այսինքն մինչև երեկոյան 8-9 քննարկումներ շարունակվել էին, եւ ինչն է ավելի կարեւոր, կուլիսային մենք ունեցել ենք 50-ից ավել երկկողմ հանդիպում։ Ոչ միայն Հայաստանի եւ այլ երկրների պաշտոնյաների միջև, այլ նաեւ իրար միջև։ Հանդիպումներ են տեղի ունեցել տարբեր մասնավոր ընկերությունների միջև եւ հայկական եւ սլովակյան արդյունաբերական ընկերությունների եւ այլ կազմակերպությունների միջև, ովքեր եկել էին մասնակցելու,
բավական մեծ էին մասնակիցների թվում տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոչ միայն վերլուծական, այլ նաև էներգետիկ, արդյունաբերական, ջրային եւ այլ ուղղություններով, որտեղ մենք 5 ուղղություն էինք նախանշել գլոբալ աշխարհակաղակական միտումներից, խաղաղության եւ անվտանգության վերաբերյալ քննարկումներից, Եվրոմիության եւ նրա հարևանության վերաբերյալ, այսինքն ինչ միտումներ կան այս ուղղությամբ, 3 պանելային քննարկում ենք ունեցել, բավականին բարձրաստիճան, բայց նաեւ ունեցել ենք օրինակ արհեստական բանականությամբ մենք քննարկումներ ունեցել ենք քաղաքական առումով, այսինքն ոչ թե տեխնիկական բնույթի արհեստական բան, այլ քաղաքական ինչ մարտահրավերներ իր մեջ ներառում կանաչ զարգացման թեմայով, չէ՞ որ մենք եկող տարի պատրաստում ենք հյուրընկալել Հայաստանում ՄԱԿ բիոբազմազանության վերաբերյալ կոնֆերանսը COP17-ը եւ այս առումով մենք արդեն սկսեցինք մեր քննարկումների շարքը առևտուր, տրանսպորտ, այս թեմատիկ ուղղություններով Հայաստանը ցանկանում է հնարավորինս իր մոտեցումները հասկանալի դարձնել բոլոր գործընկերների մոտ, հնարավորինս կանխատեսելի լինել, որովհետև երբ որ մենք ասում ենք խաղաղության օրակարգ, մենք պետք է նկատի ունենանք կանխատեսելիություն առաջներտին մեր հարևանների, մեր գործընկերների եւ հետո ավելի լայն ռեգիոնի հարևանության համար։ Այս առումով Երևանյան երկխոսությունը այն հարթակն է, որտեղ մենք փորձելու ենք մեր գործընկերներին բերել այդ դաշտ։ Հիմա գալով իմ հարցը, պարոն Կարապետյան, մեր դիվերսիֆիկացիան քաղաքականությունը փաստորեն մեր առնվազն մեկ գործընկերոջ համար հասկանալի չէ։ Այդ առումով մենք երկում այց ենք ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, որի ընթացքում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը իր դիրքորոշումները հստակ առանձնացրել եւ մատնանշել է։ Պարոն Խանդանյան, կարծում որ հասկանալի չէ մեր գործընկերոջ համար առնվազն կանխատեսելիություն բառը օգտագործեց պարոն Կարապետյանը, այն տեխնիկական համագործակցությունները, որոնք մենք ունենք այժմ, եւ դուք նշեցիք Ֆրանսիան, ես կավելացնեմ Հնդկաստանը, դրանք ունեն նաեւ կանխատեսելիության բաղադրիչ, այսինքն այն զենքերը, որոնք մենք գնահատեսակները, որոնք մենք պլանավորում ենք գնել, Հայաստանը ստանում է դրանք։ Այնինչ մյուս գործընկերը, որը մտահոգություն է հայտնել, կարող ենք հիշել, եթե նորից թերթենք վերջի մի քանի տարվա պատմությունը, որ այդ կանխատեսելիության բաղադրիչը կորել է, որովհետև մենք հիշում եք, որ ունեինք պայմանագրեր եւ այդպես էլ չստացանք։ Բայց Լավրովը Երևանում հայտարարեց, որ հարցի լուծվածը այլ կերպ են կանխատեսել։ Պիտի հասկանալի լինի։ Ես իհարկե չեմ ցանկանա մտնել ռուս արևմտյան հակամարտության դետալների մեջ եւ այդ դրա նարատիվների մեջ, բայց ինչ վերաբերում է մեր դիվերսիֆիկացման քաղաքականությանը, դա պիտի որ ամբողջովին, հատկապես երբ որ այն վերաբերում է սպառազինությունների ձեռքբերմանը, այն ամբողջովին պիտի ընկալելի լինի Ռուսաստանի համար։ Տիկին Դադարյան, եթե տեսեք էլի, եթե որ հարցնում եք, մի հատ սկզբից խոսանք է դիվերսիֆիկացիայի քաղաքականությունից, նոր Ռուսաստանից։ Հիմա Հայաստանը երկիր է, որի վարչապետը Սպիտակտանը փոխնախագահի հետ հանդիպում է ունենում, Էստոնիայում հանդիպում է ունենում, հետո գնում է մայիսին Մոսկվայում է ուրեմն մասնակցում Պարադինու հանդիպում ունենում, հետո հայտարարում է, որ քաղաքացիական եվրոպական քաղաքական համայնքի ֆորումը լինելու է Երևանում։ Այս ամեն ինչին զուգահեռ Իրանի հետ հարաբերությունները բավականին բարձր մակարդակի վրա է պահում։ Մի հատ էլ Իրանի հետ ռազմաքաղաքական զարգացումների ագրում ռազմատեխնիկական համագործակցություն։ Բայց ժամանակին Հայաստանը ասում էր մեր թշնամուն զենք մի վաճառեք Ռուսաստանին։ Հիմա Ռուսաստանն ասում է մեր թշնամուն զենք մի լինեք։ Արտաքին քաղաքական պոզով փոչով չի լինում, այս է դիվերսիֆիկացիան։ Ռուսաստանի համար շատ լավ հասկանալի է ինչ է նշանակում դիվերսիֆիկացիա, ինքն է շատ լավ տեսնում է թե մենք ինչ ենք անում։ Ուրիշ բան, որ դա իրան դուր չի գալիս։ Հասկանում եք, հասկանալի լինելն ու դեմ լինելը տարբերն է։ Ինքը հասկանում է մենք ինչ ենք անում ու դեմ է դրան։ Որտեվ իր տեսանկյունից ինչ է տեղնում, իր կայսերական ընկալման մեջ այստեղ շատ լավ է պետական պաշտոնյա չլինելը։ Իր կայսերական ընկալման մեջ իր նախկին գաղութը հանգարցակի որոշել է, որ ինքը պիտի դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն վարի, սկսի տարբեր կողմերի հետ աշխատել, կախվածությունները բազմազանեցնել։ Պարզ չի որ դեմա լինելու։ Շատ լավ հասկանում եմ ու դեմա։ Ես շարունակելով այս միտքը ուզում եի ասել հետևյալը, որ այո, հաճելի չէ Ռուսաստանի համար այս ամեն ինչը, բայց նրանք որ Ռուսաստանին բայց խնդիրը հենց այն է, որ մեր խնդիրը, լուծելիք խնդիրը այն է, որ այնպես անել, որ այդ բոլոր հակասություններով հանդերձ
մենք կարողանանք հնարավորինս շահեկան իրավիճակում հայտնվենք։ Մենք չենք կարող լուծել Ռուսաստան արևմուտք հակամարտությունը։ Դա օբյեկտիվորեն գոյություն ունի, կա այն։ Ակնհայտ է այստեղ, որ Ռուսաստանը այսօր որպես կայսրապաշտական, այսպես սուբյեկտ, որը իդեպ Հայաստանի վերաբերյալ իրականացնում է կոլոնիալ եւ նեոկոլոնիալ քաղաքականություն, առաջ է քաշում համապատասխան դիսկուրս։ Օրինակ, վերջերս ես իմ գործընկերոջ Միքայել Զոլյանի հետ հետազոտություն եմ իրականացրել եւ մենք հստակ ցույց ենք տվել, որ ռուսական դիսկուրսը Հայաստանի վերաբերյալ բաղկացած է կոլոնիալ դիսկուրսին բնորոշ գրեթե բոլոր բաղադրիչներից, կոմպոնենտներից։ Օրինակ, նրանք ասում են, որ մենք ենք ձեզ ստեղծել եւ դուք պետք է պարտական լինեք մեզ։ Դուք միշտ պետք է Ռուսաստանի հետ լինեք եւ դուք չպետք է նայեք դեպի արևմուտք։ Դուք երախտա դուք չեք գնահատում, թե ինչ է արել Ռուսաստանը ձեզ համար։ Եվ շատ կոշտ, կոպիտ, նաև էթիկայի բոլոր սահմանները հատող հայտարարություններ են արվում պրոպագանդիստների կողմից եւ նաև երբեմն հենց պաշտոնական, այսպես պաշտոնյաների կողմից, տարատեսակ ինստիտուտների, ներկայացուցիչների, իշխանական ինստիտուտների ներկայացուցիչների կողմից։ Հիմա իրենք ըստ էության մարտահրավեր են նետել միջազգային կարգին։ Իրենք ագրեսիվ պատերազմական գործողություններ են իրականացնում Ուկրաինայի նկատմամբ։ Իրենք հիբրիդային ինֆորմացիոն հարձակումներ են իրականացնում նաև Հայաստանի նկատմամբ։ Սա իրականություն է։ Հիմա մենք այս իրավիճակում եւ նաև չեն կատարում իրենց պարտականությունները որպես դաշնակից երկիր եւ Հայաստանը ստիպված իդեպ, սա բազմիցս ենք խոսել սրա մասին, բայց սա առիթ է եւս մեկ անգամ ասել, որ այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունները, որքան էլ որ քննադատենք, տարատեսակ, ասենք, խնդիրներ տեսնենք եւ այլն, իրենք ի սկզբանե ասել են, որ մենք արտաքին քաղաքական կուրսը չենք փոխելու, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ դե ասենք Ռուսաստանը կարող է դա դիտարկել որպես ճշնամական ինչ-որ մի բան եւ այլն։ Գործընթացի մեկնարկի մասին օրը։ Այո, բայց երբ դա եղավ։ Եղավ դա այն ժամանակ, երբ որ Ռուսաստանը որպես պաշտոնական Հայաստանի Հանրապետության դաշնակից չկատարեց իր պարտականությունները եւ հակառակը սատարեց շատ առումներով, տարբեր ձևերով Ադրբեջանին եւ նաեւ ինֆորմացիոն հարձակումներ եւ ոչ միայն ինֆորմացիոն հարձակումներ իրականացրեց Հայաստանի նկատմամբ։ Այս ժամանակ միայն ներկայիս իշխանությունները մտածեցին այդ դիվերսիֆիկացիա կոչված այդ քաղաքականություն իրականացնելու մասին, այդ ժամանակ սառեցվեց հապկում մեր ուրեմն անդամակցությունը եւ նաեւ դրանից հետո նոր ընդունվեց համապատասխան օրենքը, որ մենք գնում ենք Եվրամիության անդամ դառնալու ճանապարհով։ Համաձայնող քաղաքական գործիչներն ու քաղաքագետները ասում են շատ եք շտապում, սպասեք, որովհետև այս տեկտոնական շարժերի ժամանակ որոշակի այդ հակառուսական քաղաքականություն վարելը, որը նրանք այդպես են ձևակերպում, մեծ լուրջ խնդիրների առջև է կանգնեցնում։ Տաթև, այստեղ շատ կարևոր հարց եք բարձրացնում, տեսեք, իրականում նույնիսկ հենց այսօր Հայաստանի Հանրապետության իշխանությունները փորձում են հնարավորինս անել, որպեսզի ունենան նորմալ հարաբերություններ Ռուսաստանի հետ։ Նույն ասեք մայիսի 9-ի այդ շքերթին գնալը, էլի նույն տրամաբանության մեջ է, որովհետև ներողություն, եթե այդպիսի խնդիր չլիներ իշխանությունների արչև ունենալ հնարավորինս ունենալ նորմալ հարաբերություններ Ռուսաստանի հետ եւ այնպես անել, որ Ռուսաստանը մեզ ավելի մեծ հարվածներ չհասցնի, հա, եթե չլիներ այդպիսի խնդիր, ներողություն, ես որևէ իմաստ, ոչ միայն իմաստ, այլ դատապարտելի կհամարեի մայիսի 9-ին շքերթի մասնակցելը, որովհետև եթե դու ժողովրդավարական պետություն ես, դու գնում ես եվրոինտեգրման ճանապարհով, Եվրամիության անդամ դառնալու ճանապարհով եւ գնում ես կանգնում ես
այսօրվա բռնապետերից մեկի կողքին, որ ագրեսիվ քաղաքականություն է վարում եւ ագրեսիվ պատերազմ է վարում եւ քո նկատմամբ էլ այդպիսի հարձակումներ է իրականացնում հիբրիդային, ներողությունը լրիվ անհասկանալի է, բայց այս դեպքում, այսինքն Հայաստանը ստիպված է նաեւ այս քայլերի գնում եւ ուզում եմ ասել, որ սա տեսեք, Ռուսաստանը չի փոխելու իր մոտեցումը երկարաժամկետ կտրվածքով Հայաստանի վերաբերյալ, ինչու, որովհետև Հայաստանը, երբ որ բռնել է ժողովրդավարության ճանապարհը, հա, երբ որ փորձել է անկախանալ, արդեն սկսել է անկախանալ Ռուսաստանից, դա ուղղակիորեն հարվածում է Ռուսաստանի շահերին, դա վատ օրինակ է ստեղծում ուրիշ պետությունների համար եւ բնականաբար երկարաժամկետ կտրվածքով ամեն կերպով Ռուսաստանը փորձել է այնպես անել, որպեսզի Հայաստանին խոչընդոտի այդ իր ճանապարհի մեջ, հա, այսինքն այդ գործընթացի մեջ, բայց կարճաժամկետ կտրվածքով հնարավոր են այսպիսի սիմվոլիկ բաներ, ինչպես օրինակ մայիսինի այդ շքերթին գնալը, հաշվի առնելով նրա համար այդ կարևորությունը, կոնկրետ Պուտինի եւ իր վարչախմբի համար, կարող է որոշակիորեն մեղմել, այսպես ասենք, հարվածները, բայց հարցը սրանով դեռ չի փակվում, հա, այսինքն այս հարցը ունի իսկապես տարբեր շերտեր եւ ես կուզենայի նաեւ էլի վերադառնալ այն հարցին, որ տեսեք Երևանը իրեն ներկայացնում է որպես հակամարտող նաեւ կողմերի, խնդրեմ ունեցող կողմերի համար հարթակ, որ մարդիկ գան իրար հետ խոսեն եւ ինքն էլ է այդ եթե ինքը այդպեսին իրեն չներկայացնի, որ այ ես այդպեսին եմ, ես փորձում եմ բոլորի հետ նորմալ խոսել, չեմ ուզում հարվածել ինչ որ մեկին եւ չեմ ուզում, որ ինչ որ մեկը իմ միջոցով ինչ որ մեկին հարվածի։ Հասկանալի է, շնորհակալ եմ, պարոն Կարապետյան, հիմա գալով թեմային, որը կոչվում էր նավարկելով անորոշությունների միջով եւ ինչպես պարոն Վարդանյանը հիշատակեց եվրոինտեգրման գործընթացին, տեսեք, Հունգարիայի արտգործնախարարը այստեղ հայտարարեց, որ ճիշտ է հրապարակային ելույթներում Եվրամիության պաշտոնյաները ասում են մենք կողմ ենք ընդլայնմանը, փակ դռների հետևում ասում են չէ, այդքան էլ այդպես չի։ Մեր արտգործնախարարը Լավրովի հետ հանդիպմանը հայտարարում է, որ Հայաստանը եվրոինտեգրման գործընթաց չի սկսել։ Մյուս կողմից մենք ընդունել ենք օրենք գործընթացի մեկնարկի մասին։ Արդյոք անորոշություն չէ սա։ Այո, ինչպես դուք ճիշտ նշեցիք, մեր հիմնական մոտենը նավարկելով անորոշությունների միջով ուղղակի մի քիչ տպավորություն է, որ այդ անորոշությունը մենք ենք ստեղծում։ Հայաստանը իր բոլոր գործընկերների հետ միտված է ձևավորել պրագմատիկ եւ գործընկերային հարաբերություններ։ Այս առումով մենք գործընթացների մեջ ենք գտնվում, որոնք որ մեզ բխում են նախ եւ առաջ Հայաստանի Հանրապետության շահերից եւ այն առաջնահերթություններից, որոնք հայտարարել է Հայաստանի Հանրապետությունը, դա խաղաղության օրակարգն է, տնտեսական եւ ռազմական դիվերսիֆիկացիան է։ Այս առումով գոյություն ունեն մի շարք գործընթացներ, որոնք որ դերևս պետք է ապացուցեն իրենց արդիականությունը եւ իրենց կենսունակությունը։ Այս առումով մեզ համար, ինչպես ճիշտ նշեց պարոն Վարդանյանը, մենք ցանկանում ենք ձևավորել մի հարթակ, որտեղ մենք քննարկենք այս բոլոր հարցերը եւ Երևանի երկխոսությունը հենց այդ հարթակն է։ Մենք այս առումով ուզում ենք նաեւ ներդրում անել երիտասարդության մեջ, այս տարի առաջին անգամ մենք կազմակերպեցինք Երևանի երկխոսության երիտասարդ գործընկերներ ձևաչափը, որին մասնակցում էին մոտ 30 երիտասարդներ 25-ից ավել երկրներից, դիվանագետներ, քաղաքասարակության ներկայացուցիչներ եւ այլն, որոնք որ եկան Հայաստան եւ ծանոթացան մեր առաջնահերթություններին եւ վարած քաղաքականությանը։ Մենք գտնում ենք, որ նաեւ որ երիտասարդության մեջ ներդրում անելը այս առումով շատ կարեւոր է։ Պարոն Խանդանյան, ձեր տեսակետը։ Ես նախ ուզում եմ ասեմ, որ արտգործնախարարը փաստ էր արձանագրում, որ Հայաստանը այս բանը չի սկսել Եվրամիությանը անդամակցելու գործընթաց։ Իսկ ինչ վերաբերում է օրենքին, ինչի մասին մենք շատ երկար ենք խոսել վերջին ամիսների ընթացքում, նախ պիտի ասեմ, որ դա հանրային պահանջ էր խորհրդարանին նման հանձնառություն ստանձնելու համար եւ մենք չենք կարող անտեսել հանրության ձայնը եւ ընդունեցինք օրենքը, բայց նաեւ գիտեք Եվրամիության հետ շփումների ընթացքում մենք հաճախ լսում ենք, որ Եվրամիությունը ասում է Հայաստանից ուժեղ ազդակներ են պետք, եթե դուք հետաքրքրված եք գործընթացով եւ այս օրենքի ընդունումը այդպիսի մի ազդակ էր։
Այդպիսի մեկ այլ ազդակ է օրինակ վերջին տարիներին Հայաստանում ժողովրդավարական process-ները, ռեֆորմները ժողովրդավարական զարգացման տեսանկյունից մարդու իրավունքների, դատաիրավական համակարգի, իրավապահ մարմինների, որոնք եւս կարևոր ազդակներ են ցույց տալու, որ մենք աշխարհի ամենաժողովրդավար ուրեմն ակումբի հավակնորդ ենք։ Նաև խաղաղության գործընթացն է կարևոր ազդակ, որովհետև Եվրոպական միությունը եւ վերջո նաև հետ երկրորդ համաշխարհային պատերազմի խաղաղության գործընթաց էր եւ մեր տարածաշրջանում խաղաղության գործընթացը եւս կարևոր ազդակ է Եվրամիության համար, որ մենք ցանկանում ենք ունենալ այնպիսի հարևանություն, ինչպիսին օրինակ Եվրոպական միությունն է։ Եվ այս տեսանկյունից ես կարծում եմ ոչ, մենք անորոշության տեղ չենք թողնում եւ մենք ընդհակառակ ակնկալում ենք ազդակներ Եվրոպական միությունից հասկանալու թե որքան կարող ենք մենք Սիարտոյի ասած ազդակ չէր, ասում է փակ դռների ետևում դեմ են ընդլայնմանը։ Եվ Հունգարիայի արտգործնախարարը մեկն է 27 արտգործնախարարներից, որոնք կազմում են Եվրոպական միությունը եւ դա շատ կարեւոր ազդակ է, դա շատ կարեւոր խոսք է լսելու նաեւ այդ բազմազանությունը Եվրոպական միության ներսում եւ մենք ուշադրությամբ հետեւում ենք այդ խոսակցությանը եւ երբ հասկանանք, որ եւ կգա պահը, որ մենք պետք է լրացնենք այդ դիմումը, մենք կանենք դա, բայց մինչեւ այդ մենք նաեւ շատ ավելի, ոչ շատ ավելի, բայց կրկին շատ կարևոր գործընթացի միջով ենք անցնում, դա մեր Եվրոպական միությանը մերձեցման գործընթացն է, սկսած վիզաների ազատականացումից, նոր գործընկերության օրակարգից եւ այլն։ Շնորհակալ եմ, պարոն Քոչինյան։ Վերադառնալով թերևս ուրեմն համաժողովի թեման, ես մի եւս էլեմենտ եմ ուզում արձանագրեի, թե ինչքան կարևոր են կուլարային շփումները, դրանք իրապես միշտ են կարևոր նման համաժողովների ընթացքում, շատ հաճախ այլնում, որ ամենակարևոր խոսակցությունները, ամենահետաքրքիր խոսակցությունները հենց կուլարներում են տեղի ունենում, եւ սա բացառություն չէր, եւ Հայաստանի ներկայացուցիչներ այլ ուրեմն տարածքներ նաեւ մեր հյուրերի միջև եղած խոսակցությունները կուլարներում ես կարծում եմ շատ ուշագրավ են եւ շատ հեռուն գնացող որոշակի խոսակցություններ են տեղի ունեցել, դա առաջինը, երկրորդը Տիկին Դանիելյան ասում եք ազդակ չէ, որ ԵՄ-ի ներսում ասում են թե դեմ են, գիտեք, ԵՄ-ի ներսում միշտ են դեմ եղել ընդլայնմանը ԵՄ-ին, ու ԵՄ-ն միշտ ընդլայնվել է։ Ու այն մարդկանց մոտ մեկ ես տեսնում եմ պարավորություն կա, թե մենք sense պետքա ոտին գցենք, ու այդ Եվրոպան պետքա շահագրգռված լինի, որ ինքը ընդլայնվի, մենք մտնենք Եվրոպական միության մեջ։ Այդտենց չի աշխատում։ Եվրոպական միությունը դա շատ հարուստ, շատ հաջողակ պետությունների ակումբ է, որոնք ուզում են շարունակել մարդկանց մոտ տպավորություն կա, որ Եվրամիությունը փորձում է Հայաստանին օգտագործել, Ռուսաստանի ազդեցությունը թույլատրել Հարավային Կովկասում եւ ասել դե Թուրքիայի պես սպասեք, կասենք երբ մտնենք։ Այդ Եվրոպական միությունը ված չէ լինի, որ այդքան կազմակերպված լիներ եւ այդքան քաղաքական միտք ունենար, որ կարողանար այդ ձեր ասածը անել։ Այնտեղ իրանք իրար մեջ իրանք անվտանգության հարցերը չեն կարող լուծել, որ մնաց ինչ մեկին ինչ մեկի դեմ օգտագործել այդ մասով։ Եվ նույնից եմ ուզում դες կգնել։ Հիմա տեսեք, դա շատ հարուստ եւ շատ հաջողակ պետությունների ակումբ է, որոնք ուզում են լինել ել ավելի հարուստ ու ել ավելի հաջողակ։ Եվ այդ մեր խնդիրն է դառնալ այնքան ժողովրդավարական, այնքան հարուստ ու այնքան հաջողակ, որ մենք դառնանք այդ ակումբի անդամը։ Ասում եք իրանք միշտ բոլոր դեպքերում դեմ են ընդլայնմանը։ Ու այն պետությունները, որոնց որ դեմ են եղել, դուրը փակել են պատուարից են մտել, պատուարն են փակել, ծխտելուձից են մտել։ Մենք ունենք հսկայական աշխատանք անելու, որ դառնանք ԵՄ-ի անդամ։ Ոչ թե պետք է նայենք ԵՄ-ում դեմ են թե կողմ են։ Շնորհակալ եմ եւ ամփոփում ենք արդեն պարոն Կարապետյան, խոսեցինք կուլուարային հանդիպումների մասին, դիվանագիտական այն պոտենցիալի մասին, որ տրամադրում է այս հարթակը։ Այդ պոտենցիալը ինչպես ռեալիզացնել, ինչ արդյունքներ կարելի է ակնկալել նմանատիպ ֆորումներից։ Պարոն Քոչինյանը արդեն անդրադարձավ, որ հստակ արդյունքների մասին խոսել նմանատիպ ֆորումների ժամանակ դժվար է, որովհետև սա process է։ Սա process է, որը կարող է տևել մի քանի ամիս, մի քանի տարի, բայց մեր համար կարևորը գործընկերությունն է։ Մենք 50-ից ավելի հանդիպումներ կազմակերպեցինք միջոցառման ընթացքում, որոնց ժամանակ տեղի ունենում պայմանավորվածություններ, որոնք կյանքի են կոչվում ժամանակի ընթացքում։ Այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար է նաև արտգործնախարարությունը աշխատում իր գործընկերների հետ։ Մենք հստակ որոշումներ պայմանավորում, օրինակ Ֆրանսիայի եւ Հայաստանի միջև կնքվեց փաստաթուղթ արտաքին գործերի նախարարությունների միջև մտադրությունների եւ նմանատիպ այլ նախանշաններ կան այս ընթացքում։ Տեղի ունեցան հանդիպումներ տարբեր արդյունաբերական կազմակերպությունների, էներգետիկ կազմակերպությունների,
միջև եւ այլն։ Մենք հետեւողական ենք լինելու, որպեսզի այս պայմանավորվածությունները կյանքի կոչվեն, դա նաեւ կհարստացնի եւ կկարևորի Երևանյան երկխոսությունը որպես հարթակ, կձևավորի եւ ավելի կայուն կսարքի։ Շնորհակալ եմ, պարոն Խանդանյան։ Ես կարծում եմ նաև սա շատ արդյունավետ մեխանիզմ է բոլորին միտեղ հավաքելու։ Ես խոսքի սկզբում խոսում էի որպես միջազգային պլատֆորմի մասին, բայց հիմա նաև գամ մեր լոկալ խնդիրներ, շատ լավ արդյունավետ պլատֆորմը մեր խնդիրները, մեր դիտանկյունները շատ թվով մարդկանց, էքսպերտների, պաշտոնյաների ներկայացնելու համար արտաքին գործերի նախարարություն, ազգային ժողովը, փորձագիտական համայնք, այլ գերատեսչություններ, մենք փորձագիտական համայնքը չէ, բայց մենք տարեկան հսկայական միջոցներ ենք ծախսում արկատուների գումարներից մեր գործուղումների վրա, որպեսզի գնանք եւ ներկայացնենք Հայաստանը, խոսենք մեր դիտանկյունների մասին, իսկ սա շատ ավելի արդյունավետ եղանակ է բոլորին Հայաստան բերելու եւ միաժամանակ մեր հարցերի մասին խոսելու մասին։ Եվ ես կարծում եմ, որ շատ կարեւոր է, որ սա տեղի ունեցավ երկրորդ տարին անընդմեջ եւ այդ հիմք դրվեց ամենամյա համաժողովի ֆորումի գաղափարին, որը շատ կարեւոր է, որովհետեւ հատկապես եւ շատ ուրախ կլինենք, որ կրկին նույն մարդիկ կան, որովհետեւ դա եւս արդեն որոշակի կապեր ձևավորվել են։ Պրոգրեսը տեսնելու եւ նաեւ արդեն հիմք դրված կապերի գործակցությունների իման վրա կառուցելու նորերը։ Պարոն Կարապետյան, դեպ Թուրքիայի եւ Ադրբեջանի պետական պաշտոնյաներին հրավեր ուղարկվել էր։ Հրավեր ուղարկվել է Թուրքիայի արտգործնախարարին, Ադրբեջան հրավեր չի ուղարկվել։ Դիտարկում եք, ասենք առաջիկա տարիներին նաև ադրբեջանական պատվիրակության հյուրընկալելու։ Որոշակի գործընթացների արդյունավետ ավարտից հետո կարծում ենք այո։ Շնորհակալ եմ, պարոն։ Այո։ Ես էլ եմ իմ թուրք պաշտոնակցին հրավեր ուղարկել։ Իդեպ Թուրքիայից կային էքսպերտներ, որոնք ակտիվորեն մասնակցում էին եւ բավական հարստացրեցին մեր համաժողովը։ Պետական պաշտոնյաներ չեն էքսպերտներ։ Պարոն Վարդանյան։ Ես 3 կետ ունեմ ասելու, ուրեմն առաջինը բովանդակային առումով շատ հետաքրքիր էր հետեւյալը դիտարկել եւ դա ոչ միայն այս ֆորումում է երևացել, բայց կարծես թե այդ ամեն ինչը թրենդ է եւ այս ֆորումը արտացոլում էր դա։ Հետեւյալ հարցներ ուրեմն հիմնականում քննարկվում։ Կարմիր թելով անցնում էր անվտանգություն, ռեալպոլիտիկ եւ արժեքներ, որքանով են այս ամեն ինչը համատեղելի միջազգային հարաբերություններում։ Ոնց անենք, որ անվտանգություն ամրապնդենք, բայց նաև ժողովրդավարություն ամրապնդենք, նաև արժեքների հիման վրա կարողանանք հարաբերվել եւ ոնց անենք, որ ռեալ պոլիտիկը այնպես չլինի, որ արժեքների հաշվին լինի։ Լուծում որպես այդպիսին գտնված չէ, բայց կա խոսակցություն, կա նպատակ հասկանալ, թե ինչպես կարող ենք մենք դրան հասնել։ Իդեպ նաև մեր արտաքին քաղաքականությունը այս առումով էլի այդ ամեն ինչի արտացոլումն է որոշակիորեն, հա, որովհետև օրինակ տեսեք, մենք հիմա ստիպված, ինչպես արդեն նշեցին, կարող ենք համագործակցել տարբեր առումներով ավտորիտար պետությունների հետ, չէ՞։ Եվ օրինակ շատերը կարող են ասել, բայց ներողություն, դուք ինչի, դուք դրանով սոլիդարությունը խախտում եք ժողովրդավարական պետությունների։ Ինչի եք թշնամու հետ, ժողովրդավարությանը մարտահրավեր նետողի հետ փորձում լավ հարաբերություններ ունենալ։ Սա ասում են երբեմն, բայց շատ հաճախ նաև ասվում է, որ անհնարին է առանց դրա։ Աշխարհը այդպիսին է, դու չես կարող չխոսել, որոշ առումներով չհամագործակցել նաև ավտորիտարների հետ, եւ կա շատ լուրջ բանավեճ այս առումով անկեղծ ասած, եւ այսպես միանշանակ պատասխան այստեղ չկա, նույն կայացած ժողովրդավարական երկրները այս կամ այն ավտորիտար պետության հետ ինչ որ էլի առումներով միևնույնն է համագործակցում են, այո։ Բայց այսօր բնական է հասկանալի է, որ հիմնականում Ռուսաստան եւ Չինաստան այդ երկու պետություններն են դիտարկվում որպես խնդրահարույց, մարտահրավեր նետող, հատկապես իհարկե Ռուսաստանը, եւ այս առումով նաեւ կարծում եմ, որ Հայաստանը դեռևս լի շատ անելիք ունի, որպեսզի լրիվ ընկալելի լինի իր մոտեցումները արտաքին քաղաքականությունում։ Եվ նաեւ նպաստ ունենա այս բանավեճին իդեպ այս առաջի կետի հետ կապված։ Երկրորդ կետը, որ կուզենայի նշել, ուրեմն մասնակցության առումով շատ լավ կլիներ, որ հաջորդ ֆորումին ավելի շատ եվրոպական պետությունների ղեկավարներ կամ այսպես բարձրաստիճան պաշտոնյաներ
ներկա լինեին եւ նաեւ այսպես բալանսավորվեր որոշակիորեն, որովհետեւ հիմա կարծում եմ մի քիչ բալանսը դեպի այսպես ավելի շատ նույնիսկ մարտահրավեր նետողների կողմներ, եթե վերցնենք Բարձրաստիճան Պաշտոնյաններին, որովհետեւ Սլովակիայի վարչապետը ուրեմն միջազգային էլիտ այդպես լիբերալ, այսպես հա կարգին դեմ խոսող մարդ է Հունգարիայի արտգործնախարարը նույնպես, որը խոսում էր լիբերալ էլիտայի վատ բաների մասին, այսպես ասած, եւ քննադատում էր լիբերալիզմը եւ այլն, եւ դրանց հետ մեկտեղ իհարկե շատ լավ էր, որ Ֆրանսիայի ուրեմն արտգործնախարարը կար, բայց լավ կլիներ, որ շատ լինեին այդպիսի եւ երրորդ կետը։ Իհարկե դժվար կլինի նման նպատակ ունենալ եւ նման խնդիր լուծել, բայց այն ամենից լավ կլիներ, որ policy paper-ներ, այսինքն քաղաքականության հետազոտություններ լինեին այս ֆորումների արանքում։ Պարոն Կարապետյանը իր մոտ նշում է անում, հուսանք մյուսին կլինի։ Եվ նաև որոշակի այսպես դեկլարացիաներ ընդունվեին որոշ հարցերի վերաբերյալ։ Պարոն Քոչարյան։ Գիտեք, Թաթև, քաղաքականության իրացումը ենթադրում է սիներգիայի առաջացում։ Ամենակ այդ դեպքում է քաղաքականությունը արդյունավետ իմպլեմենտացվում։ Դա եւ վերաբերում է ներքին քաղաքականությանը եւ արտաքին քաղաքականությանը, երբ որ այսինքն դու համաժամանակյա բոլոր ուղղություններով հարվածներ ես տալիս, աշխատանքն ես անում եւ փորձում ես դեպի հաջողության հասնել։ Հիմա, եթե մենք կոնֆերանսի մասին խոսում ենք արդյունքների տեսանկյունից, մենք իրան պետք է վերաբերվենք, ես նույնիսկ եմ ուզում սրանք կրկնել, որպես գործիք։ Այ ինքը արտաքին քաղաքականության մեջ որոշակի սիներգիա ստեղծելու գործիք է, ու շատ կարևոր գործիք է։ Շատ պետություններ իրանց համար ֆլագմանային այսպես բան են, այսպես ձևաչափ են ստեղծում անվտանգության համաժողովներ, միջազգային հարաբերությունների համաժողովներ, երկխոսություններ, եւ դա ծառայեցնում են իրենց արտաքին քաղաքական նպատակները իրացնելու սիներգիա առաջացնելու գործընթացի մեջ։ Հիմա ես կարծում եմ, որ մեր մոտ հիմա սկսում է հենց այդ սիներգիայի ուրեմն սպասարկման գործընթացը, երբ որ մենք ոչ թե պետք է մենակ կենտրոնանանք կոնֆերանսի վրա ասենք որն էր կոնֆերանսի հավելյալ արդյունքը, այլ դիտարկենք եւ հասկանանք մեծ պատկերը, որ ստեղծվում է մի հատ փորձ հարվում ստեղծելու այդ համալիր մի հատ մոտեցում արտաքին քաղաքականությանը, որտեղ յուրաքանչյուր մարդ ունի իր դերը, յուրաքանչյուր process ունի իր դերը եւ յուրաքանչյուր գործիք ունի իր դերը։ Եվ միայն այդ դեպքում է իրականում որ քաղաքականությունը հաջողում է։ Շնորհակալ եմ, պարոն Նայք։ Սիրելի հեռուստադիտողներ, դուք դիտում եք հանրային քննարկումը, կհանդիպենք։